Պերուացի արջուկը դուրս է գալիս հարազատներին փնտրելու ու հայտնվում է մեգապոլիսում։ Պադինգթոնի արկածները հասել են նաև Երևան։ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ մանկական ֆիլմով կբացվի Ռոլամբիկով կինոփառատոնը։ 156 ֆիլմ 44 երկրից մանկական ֆիլմերի տոնական երթը Հայաստանում, Արցախում և Ջավախքում կմեկնարկի նոյեմբերի 7-ից։ Մինչև այդ Ռոլամբիկով կինոփառատոնի ոչ պաշտոնական մեկնարկն արդեն տրվել է «Ես կօգնեմ» բարեգործական ակցիայով։ Երեխաներն իրենց հետ կինոդահլիճներ կբերեն գրքեր և խաղալիքներ, որոնք կհավաքվեն ու կուղարկվեն սահմանամերձ գյուղերի անապահով երեխաներին։ Ակցիան շարունակվելու է փառատոնային 5 օրերի ընթացքում և կավարտվի նոյեմբերի 27-ին։ Երեխաների միջոցով սերմանել, ձևավորել և զարգացնել բարեգործական գաղափարը։ Ռոլամբիկով 11-րդ միջազգային փառատոնի 7 անվանակարգերին այս տարի ավելացել է ևս մեկը՝ ապագա առանց ցեղասպանության ոչ մրցութային ծրագրում ցուցադրվելու են հայերի և այլ ժողովուրդների ցեղասպանությունների մասին ֆիլմեր։ Կներկայացվեն ֆիլմեր ոչ միայն հայ ռեժիսորների նկարանված ֆիլմեր, այլ նաև ցեղասպանությունը վեր բարձրացնող և արտասահմանյան ռեժիսորների ֆիլմերը։ Բացի մարզերից, Արցախում և Ջավախքում ցուցադրություններից կինոդիտումներ կկազմակերպվեն նաև Զորամասերում։ 2013 թվականից Ռոլամբիկով հիմնադրամը գործակցում է Պաշտպանության նախարարության հետ և անցկացնում «Պատիվ ունեմ» խորագրով արտամրցութային ծրագիրը։ Անի Հակոբյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։